Ձեռք բերեք իտալական եւ իսպանական նորաբոճ սալիկների նշված տեսականին իդեալ համակարգից ամանորյա հատուկ գներով։ 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 3900 դրամից։ Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց չի գրանցվել, հասարակական վստահությունը առանցքային պետական ինստիտուտների նկատմամբ շարունակում է ցածր մնալ, մտահոգիչ են իշխանության, եկեղեցու գործերին կոպիտ միջամտության, լրագրողների թիրախավորման դեպքերը։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնն այս հայտարարությունն է արել, ընդգծելով կոռուպցիայի ընկալման Հայաստանի համաթիվը 2023-24 թվականներին ամփոփող է մնացել 47 միավոր։ Հիշեցնեմ, Փաշինյանի իշխանության գալու առաջին տարիներին այդ համաթիվն աճում էր։ Իր ամենամյա հայտարարության մեջ Transparency International-ը շեշտել է, որ անցնող տարում հանրության ուշադրության կենտրոնում են եղել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ օրենքի ընտրողական կիրառումը, անհամաչափ իրավական միջոցների կիրառումը, գաղտնալսումների եւ դրանց արտահոսքերի պրակտիկան, բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ կոռուպցիոն գործերով, այդ թվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով արդյունավետ դատավարությունների բացակայությունը, իշխանությանը մոտ կանգնած անձանց հետ կապված դեպքերի անտեսումը։ Ըստ կենտրոնի շարունակում են խնդրահարույց լինել որոշումների ընդունման հատկապես կարևոր պաշտոններում նշանակումների ոչ թափանցիկ գործընթացները, ինչը կասկած է հարուցում հովանավորչության մասին։ Խիստ դատապարտելի են բիզնեսի եւ քաղաքականության սերտաճման դրսևորումները, նկատել է Transparency International-ը, հավելելով, որ այս ամենը խարխլում է հանրային վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ եւ արժեզրկում ժողովրդավարության ու հակակոռուպցիոն բարեփոխումների գաղափարը։ 2025 թվականի սկզբին հրապարակված տվյալներով Transparency International-ի կոռուպցիայի ընկալման Հայաստանի 2024 թվականի համաթիվը 23 թվականի համեմատությամբ մնացել է ամփոփող 47 միավոր։ Միջազգային հանրապետական ինստիտուտի հանրային կարծիքի ուսումնասիրության 2025-ի հունիսին հրապարակված տվյալները վկայում են, որ հասարակական վստահությունը առանցքային պետական ինստիտուտների նկատմամբ շարունակում է ցածր մնալ։ Կենտրոնը հիշեցնելով, որ հաջորդ տարի նախատեսվում են խորհրդարանական ընտրություններ, նկատել է, որ մեծագույն մարտահրավեր է կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության ապահովումը, բայց բացի այդ չեն կարգավորվում եւ չեն սահմանափակվում նախընտրական քարոզարշավում փաստացի ներգրավված երրորդ անձանց, այդ թվում փոխկապակցված ԶԼՄ-ների, հիմնադրամների, դիտորդական կազմակերպությունների ներդրումները, ինչը ճանապարհ է հարթում ապօրինի ֆինանսավորման եւ արտաքին քաղաքական ազդեցությունների համար։ Հայաստանի իշխանություններն էլ դեպ պնդում են, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա։ Զրուցակիցս հակակոռուպցիոն անվտանգության փորձագետ Վարուժան Հոկտանյանն է։ Ողջույն, պարոն Հոկտանյան, շնորհակալություն միանալու համար։ Պարոն Հոկտանյան, այս զեկույցից տպավորություն է, որ Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման հարցում ոչինչ չի արվում։ Ինչու՞մն է խնդիրը։ Արվում է արդյունավետ, չի արվում, թե իսկապես չի արվում։ Նախ կոռուպցիայի ոչ թե կանխարգելման, ընդհանրապես կոռուպցիա, իսկ կոռուպցիան 3 բաղադրիչ ունի՝ հակակոռուպցիոն քաղաքականությունը, կանխարգելում, բացահայտում եւ քրեական հետապնդում եւ հակակոռուպցիոն կրթություն, հանրային աջակցության ստացում։ Այդ համաթիվը ընդհանուր վիճակն է ցույց տալիս, այսինքն ոչ միայն կանխարգելումը, նախ, երկրորդը նաեւ ասեմ, որ այդ համաթիվը ես դա բազմիցս շեշտել եմ, դա գործարարների եւ փորձագետների կարծիքն է, տվյալ երկրի եւ այդ երկրում գործող եւ այդ երկրի հետ գործ ունեցող այլ երկրների գործարարներ եւ փորձագետներ։ Հիմա անցնենք իրավիճակին։ Այո, դժբախտաբար, ինչպես դուք ձեր խոսքի սկզբում նշեցիք, 2018-19 թվականներին եղավ բավականին զգալի աճ, որը արտացոլվեց 2019-20 թվականների համատվերում, այսինքն եթե մինչև Թավշյա բռնի հեղափոխությունը 35 էր, ապա 2020-ին հասավ 49-ի, այսինքն միանգամից 14 միավոր ավելացավ, հետո մի փոքր նահանջ եղավ 46, դա 21-ին մնացին 22-ին նահանջեց, դրանից հետո 23-24, 47 միավոր, 46-47 դա վիճակագրական սխալի սահմաններում դա նույնն, այսինքն 3 տարի մենք ունենք լճացման իրավիճակ եւ դա նշանակում է, որ փաստորեն այն ամենը, ինչ այդ ռազմավարություններ ընդունելը, դրանք կյանքի կոչելը եւ այլ քայլեր դժբախտաբար չեն բերում
էական փոփոխությունների, որը հենց ֆիքսվում է հարցվողների ընկալումներում։ Այսինքն դրանք որևէ օգուտ չեն տալիս այդ ռազմավարությունները, ծրագրերը, դուք նշեցիք սկզբում այո մեծ առաջընթացի մասին եւ 3 տարվա լճացման մասին։ Ի վերջո խնդիրը որտեղից է գալիս։ Ռազմավարությունները կան, դրանք իրականացնելու քաղաքակամք չկա, թե դրա իրականացնելու կոմպետենտության հարց կա։ Բոլոր եւ դա եւ նա եւ շատ այլ հարցեր։ Տեսեք, ընդհանրապես միջազգային փորձը ցույց է տալիս, որ շատ երկրներում, նույն ասենք Ուկրաինան, եթե վերցնենք կամ որոշ բալկանյան երկրներ, ռազմավարությունը ընդունվում է եւ այդ ռազմավարությունը փաստորեն կյանքի, եթե կոչվում է, բնականաբար ռազմավարությունը ունի գործողությունների ծրագիր, գործողությունների ծրագրով արվում են որոշակի գործողություններ, այսինքն ընդունվում են օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, կանցկացվում են վերապատրաստումներ եւ այլն, որոնք ուղղված են ավելի արդյունավետ դարձնելու կոռուպցիայի եւ կանխարգելումը եւ բացահայտումը։ Բայց այդ ամենից հետո որևէ բան չի փոխվում։ Ինչու բայց դա էլ ասեմ, կան նաև հաջող օրինակներ, նույն Վրաստանը, որը շատ ավելի փոքր, ավելի կոմպակտ հակակոռուպցիոն ռազմավարություն Սաակաշվիլի իշխանության տարիներին ընդունեց եւ շատ հաջող իրականացրեց։ Ընդունված է ասել, որ քաղաքական կամքի բացակայություն կա, այսինքն դու ընդունում ես ինչ-որ բան, ինչ-որ փաստաթուղթ եւ հետո կյանքի կոչելուց արդեն գիտեք, այսպես ասեմ, քաղաքական կամքը դա միայն ասելը չի, որ մենք վճռական ենք կոռուպցիայի դեմ պայքարելու, մենք վճռական ենք նվազեցնելու կոռուպցիան եւ այլն։ Դա նաեւ ռեսուրսներ տրամադրելն է այդ պայքարին, դա նաեւ շատ հստակ կերպով, այսպես ասեմ, մի քիչ կարող է գուցե միամիտ հնչել, օրինակ ցույց տալն է, այսինքն եթե դու ասում ես, որ դու պետք է դու նպատակաուղղված ես կոռուպցիայի դեմ պայքարելու, նվազեցնելու կոռուպցիան, ուրեմն դու ինքդ էլ չպետք է կոռումպացված լինես։ Եվ նաև օրենքի առաջ բոլորի հավասարությունը, որևէ խտրականություն չպետք է լինի, այսինքն անկախ նրանից ինչ դիրք ինչ պաշտոն է զբաղեցնում տվյալ անձը, նախկին է եղել թե ներկա, նա պետք է պատժվի, եթե ներքաշված է եղել կոռուպցիոն հանցագործությունների մեջ։ Հիմա դժբախտաբար չի արվել լուրջ որևէ ուսումնասիրություն հասկանալու համար, թե ասենք կոնկրետ որոնք են եղել, վերջերս ասեմ 5-րդ ռազմավարությունն է, բոլոր նախկին 4 ռազմավարություններում էլ արդյունքները եղել ավելի քան համեստ, այդ թվում եւ նախորդ ռազմավարությունը, որը արդեն հեղափոխությունից հետո ընդունվեց եւ նորից ունեցանք համեստ արդյունք, որտեւ այսպես եկեք պայմանավորվենք նոր մարմիններ ստեղծելու, որոնք այո, դա իսկապես լուրջ դրական քայլ էր, հակակոռուպցիոն կոմիտե, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, դատախազությունում այդ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը եւ նման այլ, այսպես ասած, կառուցվածքային փոփոխություններ, օրենքների համապատասխան օրենքների ընդունում, նույն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենք եւ այլն, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին, այդ ամենը ընդունելը դեռևս չի նշանակում, որ դա կյանքի է կոչվել պատշաճ ձևով։ Երևի, եթե ամփոփեմ, կարող եմ ասել սա, պետք է հասկանալ ինչու այդ ամենը, չասեմ թղթի վրա է մնում, բայց էապես մնում է չկատարված։ Երևի դա էլ կարելի է անվանել այդ տապալման արդյունքը։ Եվ պարոն Հոկտանյան, ձեր նշած այս 3 տարվա լճացումը ինչպիսի ազդեցություն է ունենում Հայաստանի ժողովրդավարության զարգացման վրա։ Հայտարարության մեջ մեր արդեն դուք տեսաք ինչ ազդեցություն, այսինքն մենք փաստորեն դժբախտաբար տեսնում ենք նաև
որոշակի հետընթաց ժողովրդավար նույն դժբախտաբար վերջին այս USAID ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակի փակումը եւ այլն հնարավորություն չտվեցին այս տարվա Freedom House-ի այդ իրենց հայտնի անցումային պետություններ Nation in Transit այդ ուսումնասիրություն որտեղ բերվում է նախին կոմունիստական երկրների իրավիճակը ժողովրդավարության առումով, բայց նախորդ տարիների, երբ որ նայում ենք այդ նույն լճացումը, նաև ընդհանուր ժողովրդավարության առումով, մենք տեսնում ենք նաև Freedom House-ի այդ ուսումնասիրություններում, նրանց այդ համատվերը նույնպես դոփում էին իրենց տեղում, թողնելով Հայաստանին, ասենք, այսպես ասենք, հիբրիդային եւ կոնսոլիդացվող կամ կիսաավտորիտար երկրների արանքում ավելի շուտ հիբրիդային 18 թվին որոշ չափով դեպի գնում էր կիսաժողովրդավարություն, բայց հիմա նորից անցյալ տարվա տվյալները, եթե վերցնում ենք նաև ավելի ձգտում ենք դեպի դեռ կիսաավտորիտար չենք, ինչպես դա էր մինչև հեղափոխությունը, բայց մենք հիբրիդային ռեժիմ ունեցող պետություն ենք։ Այսինքն այս երկու արդյունքները կորցիային կալման համատվի եւ Freedom House-ի այդ համատվերը դրանք ցույց են տալիս, որ այո, դրանք ուղղակիորեն իրար հետ կապված են, երբ որ ժողովրդավարության մակարդակը չի փոխվում դեպի լավը, դժբախտաբար նաեւ կոռուպցիայի իրավիճակն էլ մնում է այդպիսի լճացման վիճակում։ Շնորհակալ եմ, պարոն Հոկտանյան։ Խնդրեմ։ Զրուցակիցս հակակոռուպցիոն անվտանգության փորձագետ Վարուժան Հոկտանյանն էր։ Այժմի համար այսքանը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջինի հետ։